Ուխտով Նյու Յորքի կենտրոն հաղթական մտնող Ալադինը ամերիկյան բռնապետը կոմեդիայի գլխավոր հերոսն է։ Այստեղ արտառոց է ամեն ինչ՝ հերոսի անունից մինչև կարծրատիպերն ընդգծելու ու վառ գույներով ծաղրելու ձևը։ Ասեմ, որ ատում եմ արաբներին։ Հա ինչ, ես արաբ չեմ։ Դուք բոլորդ ինձ համար արաբ եք։ Արևմուտքում արևելքի խեղաթյուրված պատկերացումները երկար պատմություն ունեն։ Գաղութային դարաշրջանում գաղութատերը գաղութացվածին համարում էր թերուս, թերաճ, թերզարգացած։ Եվրոպացին բնատուր տրամաբանող է, պահանջում է ապացույցներ որևէ պնդում ընդունելուց առաջ, իսկ արևելքցու դատողություններն իր փողոցների պես անփույթ են։ Եգիպտոսցին կարող է ամենաանհավանական ասեկոսեն ընդունել որպես ճշմարտություն։ Մաուգլիին ստեղծած աշխարհահռչակ Կիպլինգը 19-րդ դարավերջին գրում էր. Արևմուտքն արևմուտք է, արևելքն արևելք, եւ նրանց ճամփաները չեն խաչվի երբեք, մինչեւ Տեր Աստված չհասդարարի, ահեղ դատաստանը երկնի ու երկրի։ Հետգաղութային շրջանում այս պատկերացումները չվերացան, թեև փոքր-ինչ հղկվեցին, ստանալով այլ դրսևորումներ՝ կինոյում, մեդիայում, սպորտում եւ իհարկե քաղաքականության մեջ։ What's up, Muslim? My name is Muhammad. Պակիստանցի ու պաղեստինցի այս երիտասարդներն այսօրվա արևմուտքին հասկանալի լեզվով, ձևով ու հագուկապով ծաղրում են ամերիկյան հայրենիք սերիալի հայտնի պաստառը։ What is dark usually? Ինչի է դա ասոցացում սևը։ She's in the middle, red, white, and blue. You see that? Yeah. Like the U.S. Իբր ամեն ինչ խնդրեմ է, իսկ Ամերիկան լուծումների կենտրոն։ The deadliest mass shooting in U.S. history. Mass shooting կամ զինված հարձակում, այսպես է ամերիկյան մեդիան անվանում Ստեփեն Փեդոկ ընթերնելի անունով խելագար ամերիկացու իրականացրած սպանդը Լաս Վեգասում։ Breaking this morning, federal officials are calling it a deliberate act of terror. Եվ act of terror, ահաբեկչություն։ Տարբերությունն այն է, որ այս մեկն իրականացրել է անընթերնելի Շամսուդդին Ջաբբար անունով մեկը, որի մոտ նաև գտել են իսլամական պետության դրոշը։ Բայց արարքը նույնն է, խելագարը սպանում է պատահական մարդկանց։ There is a broad perception that Լայնորեն տարածված է կարծիքը, թե Միացյալ Նահանգներում ահաբեկչությունների ճնշող մեծամասնության հեղինակները մուսուլմաններն են, արաբները եւ մերձավոր արևելքից սերող մարդիկ, բայց իրականությունն այն է, որ բազմաթիվ ահաբեկիչներ նրանց հետ կապ չունեն։ Արևմուտքում արևելքի ընկալման վրա վերջին տարիներին մեծ ազդեցություն են գործում ծոցի արաբական հարուստ երկրները։ Ֆուտբոլի աշխարհի խիստ արևմտյան առաջնությունը շատ արևելյան կատարում անցկացնելու ժամանակ ֆրանսիական մի թերթում հրապարակվեց այս ծաղրանկարը։ Դուբայն իր շքեղությամբ դարձել է խորհրդավոր արևելքի մասին օրիենտալիստական մտածողության ժամանակակից խորհրդանիշը։ 100 տարի առաջ այդ դերը կատարում էր խորհրդավոր հին Եգիպտոսը։ Օրիենտալիզմը ոչ մի տեղ չի կորել, այն այսօր էլ ամենուր է, աշխարհի մի կեսին հակադրելով մյուսին, թույլ չտալով ընդունել, որ տարբերը ավելի վատը չէ, ուրիշը թերին չէ, անհասկանալին ամենավտանգավորը չէ, ու ի վերջո արևելքի նկատմամբ արևմուտքի քաղաքակրթական գերակայությունը խիստ վիճելի է։ Enjoy and khafla. Death to the West. Thank you.